Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված կատարողական արվեստի միջազգային փառատոնից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տան Նարեկ պարային դպրոցը վերադարձել է հաղթանակով, արժանացել է Գրան Պրիի գլխավոր մրցանակի, փառատոնին մասնակցել են 12 երկրից ժամանած խմբեր, ներկայացնելով վոկալ և պար։ Նարեկ պարային դպրոցը ներկայացրել է Ծաղկաձոր և Խիո բեմադրությունները։ Այս տուկատեսին մեր երկրից մասնակցել է միայն Նարեկ պարային դպրոցը 20 հոգանոց կազմով։ Այս հաղթանակը մեզ համար պարզապես մրցանակ չէր, այն նվիրումի աշխատասիրության, մեր և մեր երեխաների նվիրումի աշխատասիրության և հավատքի արդյունք էր։ Մեզ համար իրականում շատ կարևոր էր և մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման բարձր հարթակից, նաև Մայրաթորը, նաև մեր պարային դպրոցը, այն էլ 12 պետությունների մասնակցության պայմաններում։ Նորքի հայորդյաց տան կազմը վերադարձել է դրական լիցքերով, փառատոնի օրերին սաները վայելել են Պինետո քաղաքի բնակիչների, քաղաքային իշխանությունների համակրանքն ու ջերմ վերաբերմունքը։ Շատ տարբեր էին, տարբեր ոճեր էր պարերի, հիփ-հոփ, բայց մենք ասած մի փոքր տարբերվեցինք հայկական մշակույթը ներկայացնելով։ Մենք սկզբում չենք հավատում ընդհանրապես, որ մենք մրցանակ ենք ստացել, բայց երբ բարձրացանք բեմ եւ այդ մրցանակը մեզ այդ քաղաքի նախարարը մեզ տվեց այդ մրցանակը, մենք շատ ուրախացել ենք։ Իրական շատ հետաքրքիր էր, եկել ենք քաղաք, առաջին ելույթը այդքան լավ չստացվեց, բայց երկրորդ ու երրորդը շատ լավ ստացվեցին։ Մենք չենք սպասում, որ կհաղթենք այդ մրցանակը, բայց որ հաղթեցինք, շատ ուրախացանք։ Իտալիա գնացել ենք շատ մեծ ոգևորությամբ, Իտալիան մեզ շատ լավ է ընդունել, քաղաքը, Պինետոն, այնքան հաճելի մարդիկ, բոլորը ժպտերես, նույնիսկ հարևանը կարող էր դուրս գալ ժպիտով ասել բարև իտալերեն լեզվով։ Անձնակազմը ընդհանրապես բոլորը մարդիկ այնքան հաճելի էին, մարդիկ սիրում էին քաղաքով քայլել, իրանք չէին մնում հեռախոսների մեջ, շատ աշխույժ էր ու ասեմ Եվրոպան ընդհանրապես ծերանում է, ծերերը ավելի շատ են, շատ զարմացել էին, որ այսպիսի ջահել այսքան շատ երեխաներ էին եկել քաղաք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տան պարային դպրոցի սաները Նարեկ պարային համույթը պարբերաբար հանդես են գալիս տարբեր երկրներում ու վերադառնում են հաղթանակներով։ Այս տեսանյութում էլ նարեկցիները Փարիզում են։ Փարիզի դարպասներ մրցութային փառատոնին, որտեղ 15 պետությունից ժամանած խմբերից լավագույնն են ճանաչվել։ Այդ բոլոր ելույթներին, շրջագայություններին ու հաղթանակներին նախորդում ու հաջորդում է տևական համառ աշխատանքը։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։